Կերակրի թասից չհեռացողը բկլիկ բալուն է, դաշան արևին ննջել է, պլանտը ստվեր է փնտրում։ Ուրցաձորում գտնվող վայրի կենդանիների փրկարար այս ապաստարան են բերվում տարբեր տերերի կողմից ապօրինի պահվող ծուրթաթերը։ Այս պահին եւ մեծ արջեր ունեն եւ քոթոթ ասում է խնամող Արմանը։ Ընդհանուր քանակը 30։ Կենտրոնում են նաև վերջերս հայտնաբերված փոքրիկ ձագն ու Մալաթիայից աղմուկով արգրաված 3 գորշերը։ Կարանտինում են, ցանկալի է մարդ չտեսնեն, կողմնակի հոտ չառնեն, բացատրեցին տարածք այցելած հյուրերին։ Կենսաբազմազանության շաբաթվա ծրագրով շրջակայի պատվիրակությունը Արարատ է եկել քննարկելու, ինչ մեխանիզմով կարելի է կազմակերպել վանդակներից ազատվող վայրի կենդանիների հետագա ճակատագիրը։ Հիմա խնդիր կա պետության համար, որովհետև իրենք եթե նույնիսկ օրենք հարկելում է, իրենք չգիտեն ինչ անեն այդ արջերի հետ։ Մեր դերակատարությունը եւ առաքելությունը հիմա կայանում է նրանում, որ պետության կողքին կանգնելով օգնենք այս հարցը լուծելու։ Իրենց հիմնադրամը եւս 30 արջի համար վերականգնողական նմանապաստարան ստեղծելու նպատակով ֆոնդ հայթայթում է սկսել։ Մարդկանց հորդորում են գումար նվիրաբերել, պատմեցին այստեղ ցույց տալով կենդանիների սննդի սառնարանից մինչև հատուկ կլինիկան ու գույքը, զենք, որ քնաբեր է կրակում ու գազանիկին ցանցում փաթաթում տեղափոխման համար։ Փոխնախարար Գաբրելյանը գնահատում է, տուժած կենդանիներին ռեաբիլիտացնելու եւ նորից բնություն բաց թողնելու լավ փորձ ու պայմաններ ունի կենտրոնը։ Առաջիկայում շատ ավելի սերտ կհամագործակցեն արջերի փրկության ծրագրով։ Ռեստորանները բավականին շատ էին մի ժամանակ, բայց այսօր ռեստորաններում չեն կարող այդ որպես այդպեսին շատ տեսնել կենդանիներ եւ հիմնականում անհատները պահում են բնակարաններում, իրենց առանձնացած առանձնատներում։ Շատերի տեղը հասցեներով գիտեն վայրի կենդանուն ապօրինի պահողից վերցնելը, սակայն պարզվում է բարդ խնդիր է։ Դժվար են տալիս։ Բավականին։ Մենք ունենք Նաիրի ռիզորտի դեպքը, որտեղ տերը նույնիսկ մեզ ներս չթողեց։ Թողել չթողելուն պետությունն էլ չի նայելու։ Հետագա խնամքը կազմակերպելու հարցը կարգավորեն նեղ վանդակում տանջվող արջ լինի, թե Երևանի կենտրոնում տուրիստ զվարճացնող տիրոջ գլխին նստած կապիկ բոլորին հավաքելու են։ Երկիրը չի կարող վայրի կենդանիների նկատմամբ նման վերաբերմունք թույլ տալ եւ 2026 թվականին հյուրընկալել ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի միջազգային համաժողովը, շեշտում են բնապահպանները։ Կոպին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում չպետք է որևէ հասարակական վայրում ցուցադրվեն կամ պահվեն ապօրինի վայրի կենդանատեսակներ։ Իդեպ այստեղ պնդում են մեկ գորշի միայն սննդի գումարը տարվա կտրվածքով կազմում է 1.200.000 դրամ։ Արջերի կոտրված ցավող ատամները բուժելու համար երբեմն պետք է լինում արտասահմանից մասնագետ կանչել։ Փրկարար կենտրոնից բացի հիմնադրամը 30,000 հեկտարից ավելի մասնավոր պահպանվող տարածք ունի։ Կենսաբազմազանության միջանցք, որտեղ բնակվում են կարմիր գրքյան հովազ, մուֆլոն, գիշանգղ, 190 տեսակի թռչուն, Հայաստանում հանդիպող կաթնասունների կեսն ու 3000-ից ավելի բուսատեսակ։ Հրդեհներից ու որսագողերից փրկությունը շուրջօրյա մոնիթորինգն է հատուկ տեխնիկայով։ Ինքը ռեժիմներ ունի, որի շնորհիվ կարող ենք ավտոմատ այսպես պատտվի, շարժ կամ կենթանի նկատելու դեպքում կարող նկարի տվյալները պահպանի այդ ընթացքում։ Սարի գագաթին դրոն էլ ունեն։ Կասկածի դեպքում ռանչոից հեռակատուփը բացում են, թռցնում ամենատես սարքին։ Զում է անում, արդեն զումով շատ մոտիկ արդեն կարող ես տեսնել, թեքել։ Ապաստակը կերևա ունակ։ Մասնագետները քանի հավաքվել էին, քննարկեցին նաև արջ-մարդ կոնֆլիկտի թեման։ Վայոց ձորում գորշերի գյուղ իջնել, ոչխար, հավ, մեղր գողանալու դեպքերն ուսումնասիրել եզրակացնում են։ Կենդանին սպիտակուցի սուր պակաս է զգում։ Նախկինում գետից ձուկ էր բռնում ուտում, հիմա հեկերի պատճառով չի կարող։ Սննդի պակասն էլ վարքագիծ է թելադրում։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։